ուղղակի չի հետաքրքրում։ Հասարակությունը այդ առանցի զրույցները մանր քննարկումները ինքը մասնագիտական լեզու չի հասկանում։ Ուզում է հասկանալ, հա դուք թալանչի եք, թե չէ, որ թալանչի եք ինչի՞ չի դատվել։ Դե դա եմ ասում է։ Բայց ես էլ եմ այդ ասում, ինչքան ժամանակ արդեն հուլիսի 21-ից մինչև այսօր անդադ ասում եմ, լավ, թիրախավորում են, ձեր ասած մտնում Facebook-ով գրում արագ-արագ, ինչի՞։ Բան ունեք ասելու, առաջի հարցին չպատասխանեցի, վախենում են, ինչ ասեն։ Ինչ ասեն, ասեն, որ հեծը այդպես էր։ Նույն ես ինչ եմ երկուսին իրար հետ կանչում։ Հրավիրում, լավ, այսպես ասեմ։ Որովհետև կառավարիչը մի բան ասի, ես ասելու եմ, եղբայր, հարց են տալի, պատասխան ինչ ես դեպքից նայում։ Նույն հանձնաժողովի նախագահը պետք է պատասխանի այդ հարցին։ Հավատացեք, ես այնտեղ անելու բան չունեմ։ Հանձնաժողովի նախագահը պետք է պատասխանի կառավարչի ստերին։ Ռոմանոս Պետրոսյանն առաջարկել է Նարեկ Կարապետյանի հետ քննարկել։ Գիտեք, տնօրենների խորհուրդը ընդհանրապես, եթե այս մարդիկ հասկանում են ինչ է նշանակում տնօրենների խորհուրդը մոտորապես, ոնց ասեմ, դա այսպես պետության մակարդակով ասած ազգային ժողովն է, սենց ասեմ։ Այսինքն այդ ռազմավարություն, չգիտեմ ինչ որ գլոբալ բան է, իսկ ով է ասել, որ որևիցե տնօրենների խորհրդի նախագահ պետք է գլխավոր տնօրենի չափ պատկերացնի։ Նախ, չգիտեմ, ես մի անգամ ասեցի, թույլողակ չի Նարեկ Կարապետյան, այլ բան եմ ասում։ Նկատի ունեմ, գիտեք, ոնց որ երկրի ղեկավարին ասեն, արի գնանք բնական պաշարների մասով ինչ որ մյուս կողմը լինի մասնագետ, նեղ մասնագիտական քննարկում անենք։ Ես մի անգամ ասեցի, երևի ինքնահաստատվում էր իմ անվան վրա, հիմա որոշել է Նարեկ Կարապետյանի անվան վրա ինքնահաստատվի, որ ինքը իհարկե Նարեկ Կարապետյանը ճիշտ անում, որ չի հանդիպում։ Միանշանակ։ Հանդիպի ինչ անի։ Անվտանգության հարց չի առաջանում, եթե մենք սակակին ենք բարձրացում ինչ ասում եմ առանց ինչ-որ բաներ հաշվի առնելու։ Իհարկե բարձրացնում է, ես անդադ որ ասում եմ ժողովրդին, որ խնդիր է լինելու, հիմա խնդիրները կամաց մոտենում են, դա այդ առաջացած խնդիրներն են ուզում իրենց օգտին ծառայեցնել։ Հիմա նայ կորուստները աճում, հա։ Նախ ասեմ ձեզ, այս սակագին հնարավոր է եղել զսպել 14-ից 7% իջացնելով։ Հիմա ինքը ասма չէ 7 չի, մեքենայություններ են արել։ Լավ այդ մեքենայությունները արեցի, գիտեք այդ մեքենայությունները իրենք շարունակական բնույթ պետք է կրեն, որ անդադ այդ թիվը պահպանվի։ Լավ ոնց արեցի ես։ Միայնակ չեմ կարող անել։ Այն ամենափոքր հաշվարկով 50-ից 100 մարդ է պետք է տեղ ամենափոքր մեքենայությունը անելու համար։ Ամենափոքր։ Բա ուր են այդ մարդիկ, բա ուր է մեր պետությունը։ Ընկերու հարցինի պատասխան պետություն գոյություն չունի։ Այսինքն ժողովուրդը ուզում է հասկանա մենք թալանչի ենք թե չէ, իրանք ասում են թալանչի ենք, մենք անդադ իրենք ասում են ուղակի, ինչ եմ դա ասում, որտեղ ոչ մի փաստարկված բան չկա։ Նույն հաջողությամբ, եթե մենք թալանչի ենք, նայեք ինչ եմ ասում, մենք ես համակարգի ղեկավարն եմ, եթե ես թալանչի եմ ինչ որ տեսուչի կամ 10 տեսուչի արածի մեջ 2000-ից, ապա այդ դեպքում ով է կառավարության ղեկավարը ամբողջ երկրում տիրող իրավիճակի համար։ Հռետորական հարց եմ տալիս, թող կառավարիչը հենց այսօր պատասխանի։ Եթե ես 6800 աշխատակցի մեջ 15-20-ի համար կատարածի համար թալանչի եմ, ով է կառավարության ղեկավարը այդ դեպքում։ Ինքը թող պատասխանի։ Հայկական երկրով Այս ընթացքում հաշվարկ սեփականատերը ինչքան որովհետև խոսվում էր, որ եթե արբիտրաժի որոշումը, միջանկյալ որոշումը կառավարությունը չի կատարում, ընկերության վնասներն ավելանալու են եւ եթե չկատարի, ինչքանի են հասնելու, ու քանի որ դա գալիս է վնաս պետության, որովհետև արդյունքում փոխհատուցելու է Հայաստանի Հանրապետությունը եւ արդյոք այն թվերին կհասնի, որ չի կարողանալու եւ մեկի վրա կալանք ինչպես փաստաբաններն էին նշում, որ այդ ամենը ամենը եւ ինչինասների արդեն Նորից գալիս ենք այստեղ իրենց գործելավոճին, իսկ իրենց հետաքրում է կարողանալու են թե չէ։ Իրենք այստեղ ուղղակի լուծում են պարոն Սամվել Կարապետյանի հարցը, որպեսզի քաղաքական գործոն չլինի, ես ասել եմ, չէ, այսպես այդ վախը, որ իրենք ունեն Կարապետյանից, չեք պատկերացնում ուղղակի։ Այս բեսպրիձել ինչի համար են անում։ Կարապետյանին չեզոքացնելու համար։ Իրենք շատ կարճաժամկետ են մտածում, իրենք մտածում են միլիարդատեր մարդ է, դե հեսա մի ամիս երկու ամիս կնստի գա բանակցությունների մի բան պայմանավորենք թողիկ գնա։ Մոռանալով որ գյուղում ծնված, իր մայր հողին կպած եւ այսպես տղամարդավարի միջևերջ իրեն պահելով արդեն խաղաքարտեր են խառնվում։ Այդ ժամանակ իշխանությունը գնում է ցեյտնոտի մեջ սկսում է տարբեր ինչ որ
չունեն իրանք, չեն ունեցել հաշվարկ վերջում ինչ են անելու։ Եվ գնում են տարբեր գործողությունների։ Այս նույն սերիայից է, որ իրանք չի հետաքրելու պետությունը ինչքան փող է տալ, ախր մեզ պետք է հետաքրի։ Արտաքին պարտքը կա ու կա, չէ։ Ունեն չէ որոշակի հովանավորներ, այսպես պրիզելի։ Չեմ ուզում ախր շատ կոպիտ բան ասեմ, բայց ուր են եվրոպացիները, այսպես ասած։ Այս ամբողջի մեջ, այս քաղաքական բան, մեր Ռուբենին Եկեղեցականը, մեր նույն Ռուբենը փաստաբան, ոչ մի բան չկա, փաստաբաններ դուրս են եկել, ասում լավ, այստեղ լավ ինչ անենք, մենք գնանք թոշակի, մեր դիպլոմները ճղենք, այդ վկայագրերը ճղենք, ինչ անենք։ Բերել են մարդ, ախր նախագահական գաղտնիք կարող է բացահայտեմ, դրա համար չեմ ուզում առիթ տամ ինձ էլ տանեն, էլի, հասկանում եք, այն որ տանելու են, այն որ ուզում են տանեն հաստատ, բայց ինչի տանեն։ Դրա համար եմ ասում, այնպիսի աբսուրդներ են լինում, հաջան։ Սլամեն ճարեցի որ տանը 10 Ինադու, չէ։ Չէ, չեմ ասում եկեք, ասում հիշեցի, որ կարող է դա նախաքննական գաղտնիք դիտարկվի որպես միանշանակ բերելու են։ Մենք հիմա չենք կարող դա հաշվել, որովհետև ներսում, այսպես ասած, բացահայտ մարդ չունենք, լավ սենց ասեմ, որպեսզի չստացվի ինձ, որ հեծը իրենցն է, հեծը թվում է թե իրենցն է։ Ես վստահ եմ, որ խնդիրները լինելու են, հաշվարկներ լինելու է, ուղղակի վճարելու են մեր, չգիտեմ, ինչքան ենք հիմա մարդը համարով 3 միլիոն։ Այդ 3 միլիոնից փոքրիկ խմբակի կատարածով 3 միլիոնս ենք վճարելու։ Ուրիշ ոչ մի բան տեղի չի ունենալու։ Հիմա արտաքին պարտքը այսքան կլի, այնքան կլի, իրենց էլի կավելան է, ինչ խնդրեմ։